Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, հեռավոր Ամերիկայում ապրող իմ լավ բարեկամներ։ Ուզում եմ սիրով և ջերմությամբ ողջունել Դավթյան Մարիամյան կրթական հաստատության բոլոր մասնակիցներին, վարչության անդամներին, նախագահին, ամենամյա այս գնահատանքի և մեծարման երեկոն կազմակերպելու առիթով։ Ուզում եմ, որ հայրենիքից ձեզ փոխանցեմ մեր ջերմությունը, մեր ողջույնները, մեր սերը, քանզի դուք կատարում եք մեծ հայրենասիրական աշխատանք, կրթել, դաստիարակել, սովորեցնել հայ սերունդը, մատաղ սերունդը, այն էլ օտար միջավայրում դա մեծագույն հերոսություն է։ Հայ ժողովուրդը կրթության նկատմամբ ունի անսահման սեր և վերաբերմունք։ Չկա այնպիսի հայ ընտանիք, որ չուզենա, որ իր երեխան դպրոցում դառնա լավագույն աշակերտը, տիրապետի մայրենին, իմանա հայոց լեզուն, խոսի հայերենով և նաև Սփյուռքի մեծագույն հիմնախնդիրը, որ այսօր ծառացած է սփյուռքյան կառույցների, կազմակերպությունների, դպրոցների, ծնողների առջև, դա մեր երիտասարդների գնալով պակասող լեզվի իմացությունն է։ Ես անսահման շնորհակալ եմ, երախտապարտ եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, սիրելի ուսուցիչներ, Մարիամյան Դավթյան կրթական հաստատության բոլոր ղեկավարներ, որ դուք կարողացաք ձեր վրա մեծ ու ծանր բեռ վերցնել, որ դուք այսօր կարողանում եք ամերիկյան դպրոցներում մեր երեխաներին հայերեն սովորեցնել և արդեն 29 տարի շարունակ այս կարևոր, այս բարդ գործը ձեր ուսերին վերցրած դուք առաջ եք տանում շատ կարևոր հայապահպանման և մարդակերտումի խնդիրը։ Ուրախ եմ նաև, որ դուք շատ եք հետևողական, ամեն տարի նման երեկոներով, նման հանդիպումներով փորձում եք ավելի ոգևորել, ավելի ուժ տալ ոչ միայն հայկական համայնքին, այլ նաև մեր երիտասարդությանը։ Նախարարության ստեղծման օրից դուք դարձաք մեր նախարարության լավագույն բարեկամն ու գործընկերը։ Մենք ամեն տարի և գրեթե միշտ համագործակցում ենք, միասնաբար մտածում ծրագրեր և փորձում մեր ուսուցիչներին ոչ միայն խրախուսել, ոգևորել, այլ նաև անհրաժեշտ գրականություն կամ մեթոդական օգնություն ցուցաբերել։ Մանավանդ որ ամռանը Հայաստանում գործում է ամառային դպրոցը և մենք սիրով, ոգևորությամբ ձեզ հրավիրում ենք Հայաստան, որպեսզի դուք վերապատրաստվեք մեր ամառային դպրոցում, իմանաք, թե հայրենիքում ինչ նոր մեթոդներ, ձևեր, ինչ առաջարկություններ կա հայոց լեզուն ուսուցանելու և զարգացնելու առումով։ Շատ շնորհակալ եմ, որ դուք պարբերաբար գնահատում եք նաև մեր աշխատանքը։ 12 թվականին Սփյուռքի նախարարությանը համարեցիք պետական քաղաքականություն վարող և Սփյուռքի հետ լավագույնս համագործակցող կառույցներից մեկը, ճանաչելով լավագույն կազմակերպություն։ Նաև համեստաբար ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի հանձնախումբ, որ դուք որոշել եք նաև տարվա կին ճանաչել նվաստիս։ Ուզում եմ հավատացած լինեք, որ ձեր այդ որոշումը, ձեր այդ պարգևը ինձ համար մեծ պատասխանատվություն է, որովհետև լինել լավագույնը, փորձել անել ավելին միշտ էլ պարտավորեցնող է։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս երեկոյի առթիվ, հավատալ, որ գնալով կմեծանա այն ծավալը, որտեղ ավելի շատ երիտասարդներ, երեխաներ կներգրավեն հայերեն սովորելու համար, հայերենը իմանալու համար, հայերենով խոսելու, հայերենը որպես մեր սրբության սրբոց իրենց սրտում և հոգում, պահելու և պաշտպանելու համար։ Շնորհավոր բոլորիդ և սիրով սպասում եմ ձեզ հայրենիքում։ Մանավանդ այս տարի մենք նշելու ենք Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մենք միասնաբար ազգովի նշելու ենք նաև մեր սիրելի Արցախի 25-ամյակը, երկու հայկական հանրապետություններ քառորդ դարը հատում են և այս բոլորը
հայրենիք, Սփյուռք եւ Արցախ համագործակցության շնորհիվ, մեր հզոր ու անպարտ բանակի շնորհիվ, մեր զինվորների շնորհիվ, որոնք սահմանում պահում են մեր սահմանները, որպեսզի մենք խաղաղ եւ հզոր հայրենիք կառուցենք։ Բարին ընդ ձեզ։